Կիրակի օրը ապրիլի 6-ին Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հարակից տարածքում ծառեր էին տնկվում։ Շատերը եկել էին ընտանիքներով, ընկերներով, դասարանցիներով, կնքահայրերով ու սանիկներով։ Ծառատունքի մասին մարդիկ պատարագի ավարտին էին տեղեկացել, մի մասն էլ համացանցից։ Բոլոր եկեղեցական տոներին մասնակցում ենք, սա նաև բացառություն չէ, կարծում եմ, որ եկեղեցու կյանքը, եկեղեցին մեր կյանքում պետք է լինի ավելի ու ավելի շատ։ Անկախ նրանից, թե ժողովուրդը ինչ վիճակում է գտնվում, առավել ևս այս վիճակում, երբ որ մենք մասնատված ենք, բաժանված ենք, պետք է եկեղեցին համախմբի բոլորին։ Մենք դասանի երեխաներին ենք բերել, դասանի ծնողական կազմով երեխաներին բերել ենք, որ մասնակցեն ծառատունքին։ Որոշեցինք մասնակցել, որպեսզի երեխաները մոտ լինեն բնությանը, գնահատեն բնության բարիքները, ծառը որպես բնության մի մասնիկ, չվնասեն։ Ավելի քան 100 ծառ են ձեռք բերել Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու համայնքի անդամները։ Եղել են ընտանիքներ, որոնք տեղեկանալով եկեղեցու նախաձեռնության մասին որոշել են տնկի ձեռք բերել ու իրենց հիշատակ ծառն ունենալ եկեղեցու հարակից տարածքում։ Այդ կերպ են տնկվել ու մեծացել նաև եկեղեցի տանող աստիճանների երկու կողմերի տուաներն ու վարդերի թփերը։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը համայնքի անդամները այս տարածքում պարբերաբար ծառատունք ու ծաղկատունք են իրականացնում։ Սրբազանի օրհնությամբ եւ աջակցությամբ, անհատների օգնությամբ, իհարկե, առանց անհատների հնարավոր չի, կազմակերպվեց այս ծառատունքը։ Նպատակն է եկեղեցու հարակից տարածքի մանավանդ լանջային գոտիների մասը ավելի խտացնել կանաչը, կանաչապատել։ Դերևս կարելի է համարել, որ սա որոշակիորեն փոխելու է տեսքը, բայց չի կարելի ասել, որ ամբողջական է դարձնելու, այսինքն անելիքները շատ են, բայց սա այն քայլերից մեկն է, որ գրեթե ամեն տարի անում ենք, արդեն սովորություն է դարձած։ Հիմնականում ընտրել ենք կիպարիս ծառատեսակը, հաշվի առնելով իր նաև մշտական կանաչը եւ նաև այն, որ ինքը ինչ-որ ձևով պարիսպի նման է դառնալու։ Ոչ թե առանձնացնում ենք մեզ դրանով, այլ փորձում ենք լանջային այդ զոնան ինչ-որ ձևով մասնավորապես առանձնացնել, ցույց տալ համար, որ սա ավելի կանաչային զոնա է։ Երբ եկեղեցու տարածքը խնամված է, ծաղկազարդ է, կանաչապատ ուրախալի է եւ եկեղեցու սպասավորների եւ հավատացյալների համար։ Տարիների ընթացքում շատ անգամներ են այս տարածքում ծառատունք եւ ծաղկատունք կազմակերպվել։ Երբեմն վնասել կամ գողացել են, սակայն համայնքի անդամները համբերատար շարունակում են բարեկարգել եւ գեղեցկացնել իրենց եկեղեցու տարածքը։ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց հորդորում կոչ են անում մարդկանց, որ չվնասեն, հնարավորության դեպքում խնամեն, փայփայեն ծառերը եւ ծաղիկները։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։